Ողջույն, այսօր կմեկնարկենք մեր կարճ, բայց էֆեկտիվ մարզումը որովայնի եւ առանցքային մկանների համար։ Կատարել ենք ինչպես միշտ 6 վարժություն 3 շրջանով։ Արանքներում անպայման հանգստանալու ենք, սկսում ենք պլանկավարժությունից, պլանկան կատարելու ենք հատակին արմունկների վրա։ Այստեղ շատ կարևոր է, որ ձեր արմունկներն լինեն ուսերի տակ, ոտքերը ուղիղ պահելու ժամանակ նստատեղ քաշում ենք մի փոքր ներս եւ որովայնի մկանները լարում ենք։ Ու այստեղից սկսում ենք պահել։ Պատրաստ, գնացին։ Խորը շունչ քչով, բերանով արտաշնչում ենք ամբողջ մարմինը, ձգված է, նստատեղը, ոտքատեղը թույլ չենք թողնում, հակառակը միշտ ձգում ու պահում ենք։ Ես չեմ խոսում, որպեսզի կարողանամ շնչել։ Պահում ենք այստեղ, շնչում ենք։ Մնացել է կեսից քիչ, դիմանում ենք, գլուխը չենք գցում ներքև, պահում ենք նեյտրալ, հայց կհատակին։ Ձեռքերը կարող եք եւ իրար միացնել եւ ուղղակի առանձին ոնց կուզեք։ Դեր հանգստացանք, շնչում ենք շունչ, արտաշունչ։ Բարձրացնում ենք մեջքերը, արտավարժություն ուղղակի դասական որովայնի պրեսի վարժություններն է, պարկում ենք հատակին, ձեռքերը մեր գլխի հետևի հատվածում, գոտկատեղը կպցնում ենք հատակին, սկսում ենք բարձրանալ դեպի ոչ թե առաջ, այլ վերև։ Շարունակում ենք շունչ, արտաշունչ։ Վերև բարձրանալիս արտաշնչում ենք, պատկերացնում ենք, որ մեր դունչի եւ կրծքավանդակի արանքում ինչ-որ բան է դրված եւ երբեք չենք կպցնում այն, չենք ծալում։ Գոտկատեղը այս ընթացքում կպած է հատակին, շարունակում ենք։ Վերջինը ընտիր հանգստանում ենք, որովայնի մկանները շատ լավ են զգացվում, վառվում են, մի փոքր հանգստանում են ու նույն դիրքում կատարում ենք ոտքերի բարձրացում ու իջեցում։ Ոտքերը պարզում ենք առաջ, մի փոքր հետ գնանք, սիրենք գորգի երկայնքով, ձեռքերը կողերով, հերթով բարձրացնում ենք ու իջացնում ենք, հերթով բարձրացնում ենք ու իջացնում ենք ոտքերը։ Ինչքան տեղում ենք։ Եթե ձեզ համար այսպես էլ ավելի հեշտ է, բարձրացնել համար կարող եք գլուխը կտրել, նոր ոտքերը բարձրացնել։ Եվ առավել բարդ վարիացիան այս վարժության այն է, որ պահեք ոտքերը օդի մեջ։ Բայց սա բավականին բարդ է։ Վերջինը։ Թողեցինք հանգստանում ենք, շնչում ենք, ծնկից օգնությամբ բարձրանում ենք վերև, պահելու ենք պլանկա, այս անգամ կողքի վրա։ Եկեք ես դեմքով դեպի ձեզ լինեմ, արմունկի վրա, արմունկը մեկ ուսի տակ, մարմինը ուղղելու ենք ոտքերը կամ իրար վրա, կամ վերևի ոտքը առաջ, ներքևին դեպի հետ բարձրացնում ենք նստատեղը, մյուս ձեռքը կոնքին, այստեղ մնում ենք։ Կարող ենք միասին ևս պահել ոտքերը։ Այստեղ կարևորը որ չիջնեք ներքև պահել ձեզ։ Դիմանում ենք, չենք հանձնվում, աշխատում են որովայնի կողային մկանները։ Մնացել է կեսից քիչ, դիմանում ենք, հացքը դեպի առաջ, շնչում ենք, թողեցինք, հանգստացանք, այլենք մյուս կողմի վրա։ Կրկին ես դեմքով դեպի ձեզ եմ, արմունկ ուսի տակ, ոտքերը եկեք միասին պահել, խորը շունչ, արտաշնչով տազը բարձրացնում եք վերև եւ պահում եք 40 վայրկյան, գնացին։ Այս ընթացքում շնչում ենք, մարմինը պահում ենք ձիգ, չենք թուլանում, չենք հանձնվում։ Անընդհատ պետք է խորը շնչեք քթով եւ արտաշնչեք բերանով։ Մնացել է կեսից քիչ, չենք փլվում ուսի մեջ,
հեռու ենք պահում ուսականջներից ու ազատում ենք մեր ուսը։ Բավականին շատ լավ նույնիսկ զգացում եմ, որով այն մկանները նամնում կողային հատվածին թողեցինք հանգիստ, շնչում ենք, խորը շունչ, արտաշունչ, խորը շունչ, արտաշունչ ու վերջի վարժությունը պատկած դիրքում ոտքերը առաջ կատարել ենք հեծանվի վարժությունը, պարկում ենք հատակին արմունկների վրա, ոտքերի սկզբանը ծալված դիրքում հերթով ուղղելու ենք աչը, ապա ձախը, պատրաստ, շնչում ենք, խորը շունչ, արտաշունչով գնացինք, հերթով ոտքերը առաջ ու հետ, որովայն մկանները լարված են, շունչ, արտաշունչով հետ, փորձում ենք մեջքը շատ չշարժել, այսինքն այսպես չենք անում, մեջքը պահում ենք նեյտրալ, որովայն մկանների հաշվին։ Հոյակապ հանգստանում ենք, սա մեր վերջի վարժություններ և սկսում ենք երկրորդ շրջանը։ Կրկին սկսել ենք պլանկայից, թվում ենք պլանկայի դիրք, պահում ենք։ Աստատեղ դեպի ներս մնում ենք եստեղ։ Ամբողջ մարմինը թիքեմ, արմունկները ներս, ինչի է պլանկան միշտ թվում ավելի երկար, որովհետև այստեղ աշխատում են ձեր բոլոր մկանները ու մարմնի համար բավականին բարդ է այդ մի 40 վայրկյան։ Ծնկները թողեցին, հանգստացին, պատվում ենք աչքի վրա, կատարել ենք դասական ուղղային վարժություն։ Ձեռքերը գլխի հետևի հատվածում, որ կատակ կպցնում ենք հատակին, հայացքը դեպի վերև, պատրաստ, գնացինք, շունչ, այստեղ ինչպես հիշում եք, շատ կարևոր է, որ ձեր դունչը և վիզը չլարվի, այսինքն այսպես չենք անում։ Դեպի վերև, շատ կարևոր է, որ ձեր կողոսկրերը զգաք ոնց են իջնում դեպի ներքև, ու այս ընթացքում արտաշնչեք։ Վերջինը թողեցինք, հանգստացանք, որովայն մկանները բավականին լավ զգացում են, նույնիսկ վառվում են։ Հաջորդ վարժությունը ձեռքերը կողերով, ոտքերը դիմացի հատվածում մենք կկատարենք նախնական տարբերակը, ոտքերը հենց այս դիրքից կբարձրացնենք հերթով վերև, իջացնենք, գնացինք, վերև, դանդաղ իջեցրինք, վերև, դանդաղ իջեցրինք, այստեղ շատ կարևոր է, որ ոտքերը դանդաղ իջեցնենք, որպեսզի որովայն մկանները լավ աշխատեն։ Ավելի շատ աշխատում են որովայնի ներքևի հատվածի մկանները։ Մնացել է քեզից քիչ։ Վերջին թողեցինք, հանգիստ բարձրացանք։ Հաջորդ վարժությունը պլանկա կողքի վրա։ Դեմքով դեպի ձեզ սկսում ենք աջ կողմից, աջ ձեռքը արմունկ ուսի տակ, ոտքերը միասին նստատեղ կտրելու ենք, պահին վերևում պատրաստ, շունչ քթով, արտաշունչ բերանով և գնացինք։ Դիմանում ենք, մտածում ենք լավ բաների մասին, մեզ ուրախացնող բաների մասին։
մասին, թե ինչքան սիրուն կլինի մեր որովայնը այս բոլոր վարժություններից հետո։ Դիմանում ենք, շնչում ենք, մատերիքի, թողեցի։ Որովայնի կողային մկանները բավականին լավ ստացվում են, թեքնում ենք մյուս կողմի վրա։ Ոտքերը միասին, արմունկը կրկին ուսի տակ, շունչ, արտաշնչով գնացինք։ Բանիկ եստեղ։ Տազը չենք գցում, պահում ենք վերևում։ Որովայնի մկանները արդեն դողում են, վարվում են, մնացել է կեսից քիչ, դիմանում ենք, շնչում ենք։ Թողեցինք, հանգստանում ենք, շնչում ենք քթով, բերանով արտաշնչում։ Եվ վերջի վարժությունը հեծանիվը։ Իջնում ենք արմունկների վրա, ոտքերը ծալված եւ վարժությունը կատարել չենք մոռանում գոտկատեղի մասին, այն չի շարժվում, այլ մնում է ֆիքսված։ Պատրաստ, շունչ ոտքը դեպի առաջ եւ արտաշնչին վերադարձում ենք, գնացինք։ Կրկին աշխատում են որովայնի և ներքևի հատվածի մկանները և ոտքերի մկանները։ Գնացել է կեսից քիչ, ավարտում են գրեթե։ Թողեցինք այն։ Բարև ավարտեցինք մեկ երկրորդ շրջան, հիմա կատարում ենք երրորդը։ Կրկին պլանկայի դիրքում շունչ, արտաշնչով թուլանում ենք, պահում ենք պլանկա, գնացինք։ Նստատեղը դեպի ներս, որովայնի մկաններ ձիգ, արմունկները հատակին։ Զգում ենք ոնց են արդեն լարվել բավականաչափ մեր որովայնի մկանները, իհարկե զգալու ենք նաև ոտքերի մկանները, քանի որ դրանք ակտիվ մասնակցում են մեր այսօրվա մարզմանը։ Մնացել է կեսից քիչ, դիմանում ենք։ Նույնիսկ մարմինը կարող է դողալ, դա նորմալ է, քանի որ մկանները արդեն իրենց մաքսիմալ աշխատանքին են հասնում։ Ծնկները դրեցինք, հանգստացան։ Յոգից չենք վախենում, քանի որ կատարում ենք բավականին բարդ մարզում, որովայնի մկանների համար սեփական քաշում։ Արկեցինք մեջքի վրա, կատարել ենք դասական պրեսի վարժություն, գնացինք։ Չենք մոռանում, որ գոտկատեղը պետք է կպած մնա։ Ձեռքերը դնում ենք նրա համար, որ մեր գլուխը ֆիքսենք ու պահենք։ Վերջինը թողեցինք, շնչում ենք, արտաշնչում ենք, կատարել ենք նույն դիրքում վարժությունը, ոտքերը հերթով բարձրացնել, իջեցնենք։ Պատրաստ, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, գնացինք։ Այս ընթացքում կարող եք անպայման խմել ջուր, եթե դուք ծարավում եք։ 40 վայրկյանից հետո 20 վայրկյան հանգստի մեջ կարող եք անպայման մի կում ջուր խմել։
Վերջին։ Թողեցինք հանգիստ, շնչեցինք, այլն կողային պլան կա։ Հիշեցնեմ, որ մեր հիշեցնեմ, ներողություն, որ մեր երրորդ շրջանը արդեն որովայնից այնքան է վարվել, որ նույնիսկ խոսալ չի լինում։ Կատարում ենք կողային պլանկա, աջ կողմի վրա մեր վերջի վարժությունն է։ Կտրեցինք նստակը, ձեռքը գոտ կատեղի։ Քանի որ որովայնի վարժությունը կատարելիս շնչառությունը կարող է շատ բարդ է, մեծ բարդ է նաև խոսելը։ Չենք ընկնում ուսի մեջ, պահում ենք։ Թողեցինք, հանգստացանք, պայլվենք մյուս կողմի վրա։ Արունք ուսի տակ, ոտքերը ուղիղ, պատրաստ, շունչ, արտաշնչով բարձրանում ենք ու պահում ենք։ Մեր վերջին կողային պլանկան է, հայցքը առաջ, չենք հանձնվում, շնչում ենք, չենք մոռանում մարզման սկսվում է լավ տրամադրության մասին, մնացել է էլ ավելի քիչ, դիմանում ենք, ոտքերը ձիգ, մարմինը ձիգ, հանգստանում ենք և վերջի վարժությունը հետ ծանթիվ պարմունքների վրա։ Խորը շունչ կթով, վերանով արտաշունչ, չենք մոռանում, որ գոտ կատեղը պետք է պահել ֆիքսված, չենք շարժում, ոտքերը իրար հետ, շունչ ոտքը առաջ, արտաշունչով հետ։ Գնացինք։ Մնացել է կեսից քիչ։ Վերջինը, հոյակապ, ավարտեցինք, ապրեք, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մեր մյուս մարզմանը, ստեսություն։